Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, Տիկին Ջուլակյան, իհարկե ես մի փոքր ուշացումով միացա, դուք փորձում եք այս ամենը վերագրել իբրև տեխնիկական բնույթի, այս խնդիրը քննարկվել է Ծաղկաձորում, եթե չեմ սխալվում, ընտրական օրենսգրքի լավարկման հետ կապված, եւ այդ նորմը այն ժամանակ պետք է փոփոխվեր։ Դա նոր բան չէ, որ դու եկե, ասում եք, որ հիմա առաջ եկե, իհայտ եկե դա եւ կա նաեւ Վենետիկի հանձնաժողովի խստագույն պահանջ, որ ընտրություններից որոշակի ժամանակ առաջ դուք իրավունք չունեք ընտրական օրենսգրքին կպնելու, դրանց դիտարկումն է դա, բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ եկել է գրանցման փուլ եւ արդեն փորձում եք, ես ոչ մի քաղաքական ուժի չեմ պաշտպանում, բացի մերնից իհարկե, բայց եւ այնպես պետք է լինի արդարություն, որը որ ստեղ կոնկրետ դուք խախտում եք։ Արդյոք վատարկող նորմ չի։ Մարդը գնացել է պետ ռեգիստրում գրանցել, բերել եկել արդեն ԿՀ-ում գրանցելու ժամանակահատված, բերել եք ոտի վրա ձեռի հետ գիշերվա ընթացքում ինչ որ մտածել եք, որ կարող է այդ մարդու անունը խանգարից էր քաղաքական ուժին, վերում փոխում եք եւ ստեղ մեծ առոգանությամբ փորձում եք հիմնավորել, որ սա տեխնիկական բնույթի է, որը մենք նոր ենք իհայտ բերել։ Ոչ, այս խնդիրը 2022-ից սկսած իհայտ եկե 24-ին էլ լայն քննարկում է եղել ընտրական օրենսգրքի լավարկման ժամանակ եւ դու հաշվի չեք առնում, ուղղակի գործընթացը ձեր շահերին հակառակ է գնում, քաղաքական փորձում եք այս օրենսդրական հիմնարար սկզբունքն էլ փոխեք, որպեսզի արմարեցնեք ձեր քաղաքական ուժի քիմքին, էսա ձեր ամբողջ խնդիրը, ուրիշ բան չկա, դա եւ փորձում եք հանրությանը մեզ ամոզեք, որ սա տեխնիկական բնույթի խնդիրներ է, սա բացարձակ տեխնիկական բնույթի խնդիրներ չէ, սա քաղաքական ուժի եւ անձի հետ կապված պայմանավորված ռեյտինգի խնդիր է, որը փորձում եք ընտրական օրենսգրքով կոտրեք եւ ջարդեք։